Պարոն Սիմոնյան, բարև ձեզ, դուք հետագայում եք քվեարկելու բոլորն առաջարկների օգտին, որ կանի Վարդան Ղուկասյանի ղեկավարած ուժը։ Ցանկացած առաջարկ, ծրագիր, որ օգուտ է բերել Գյումրի քաղաքին, միանշանակ։ Մենք եկել ենք ժողովրդի քվեով, Գյումրիցու քվեով եւ պահպանելու ենք այդ ամենը ադամներով եւ ցույց ենք տալու, որ իրենք չեն փոշմանելու դրա համար։ Սիմոնյան, կարծում եք ձեր ընտրողների առաջ ազնիվ էր, որ մարդիկ քվեարկել են ձեր օգտին, բայց քաղաքապետ է դառնում մի մարդ, ով օրինակ բազմաթիվ քրեական գործերով է անցել, նույնիսկ ընտանիքի անդամները բռնաբարության գործով, այսպիսի հրապարակումներ եղան։ Ձեզ այս ամեն ինչը չի մտահոգում, որ ձեր ուժը կասոցացվի նրա հետ։ Իմ կարծիքով այդ թեզերը, ինչ որ հենց նոր արտաբերեցիք, դրանք իշխող ուժի թեզերն են։ Դրանք հարուցված քրեական գործեր են։ Իրենք են ասում այդ քրեական գործերը եւ այլն, բայց ձերբակալված մարդ չկա։ Դեպաբար այդ կես թեզերին անդրադառնալը իմ կողմից իմաստ չեմ ունենում։ Այսինքն ազնիվ մարդ է ձեր կարծիքով Վարդան Ղուկասյանը ոչ մի եթե մտանք, ես չեմ կարող, ես դադավոր չեմ որ դադեմ։ Ես այդպես եթե մտնում ենք այդ դաշտ, ուրեմն վիժեցնելու ենք համախմբում ընդդիմադիր դաշտում եւ քաղաքացիները եւ նաեւ մեր ամբողջ աշխարհում սփռված հայերը, ովքեր որ դեմ են քաղաքացիական պայմանագրին, դատապարտելու են մեզ ընդդիմության հաղթանակը վիժեցնելու համար։ Դրա համար հորդորում եմ ձեզ նույնպես, որ չմտնեք այդ դաշտը։ Դա վտանգավոր դաշտ է։ Սիմոնյան, փաստորեն այս ընտրությունների նպատակը ընդամենը այն էր, որ ԿՊ-ին հեռացնեք Գյումրիից, քաղաքապետ չունենա։ Ամենը չի, դա ամենամեծագույն արժեքն է, որ այսօր ընդդիմադիր դաշտը ձեռք է բերել եւ պարտավոր էր ադամներով պահելու։ Դա ընդամենը չէ։ Շրջանում ավելի այսպես դեր ընտրողների արժեվ ազնիվ չեղած, բոլորով միավորվեիք, իմանանք, որ օրինակ մարդիկ Վարդան Ղուկասյանին են ձայն տալիս։ Ազնիվ չեղակ։ Դե առանձին եք մասնակցում, հետո միավորվեցիք քաղաքապետին։ Համակարգն է այդպես։ Մենք ենք մեղավոր։ Մեղավորության հարց չկա, ես ասում եմ, ինչու ավելի ազնիվ չենք, ուրեմն մենք ենք մեղավոր, ձեր ասել։ Ես էլ հարցնում եմ, մենք ենք մեղավոր, ընդրական համակարգի այդպեսին։ Նախընտրական շրջանը բացատրել է։ Ազնիվ չեղավ եւ չմասնակցեց ընտրություններին։ Այս ընտրություններին թող չմասնակցեր։ Դե այդ նույն բանն եք ասում էլի։ Իսկ ձեր ընտրողների համար օրինակ շփվել եք ընտրություններից հետո նորմալ է, որ Վարդան Ղուկասյանն է քաղաքապետ դառնում։ Որից եմ ասում, եթե մտանք այդ դաշտ, ուրեմն վիժեցնելու ենք ընդդիմության համախմբումը, ձեզ ցերկ է տալիս, որ վիժեցնենք։ Ես էլ ձեզ։ Մենք քույր եւ եղբայր ենք, չէ՞։ Դե թողենք այս մի բան լրագրողական կարգավիճակը եւ խոսենք որպես հայ, որպես քույր եւ եղբայր։ Ձեզ ցերկ է տալիս, որ քաղաքացիական պայմանագիրը Գյումրիում վերընդրվի, թե ոչ։ Սիմոնյան, եկեք ես ձեզ հարցեր տամ, դուք հետագայում նկատի ունեմ ստանձնելու եք այն պատասխանատվությունը, որ տեղի կունենա Գյումրիում։ Պատասխանատու ենք, քաղաքի մասով պատասխանատու ենք, այլոց մասով ո՞նց կարող ես պատասխան տաս, երբ որ դու չես որոշողը։ Ինչ-որ հանցագործություններ տեղի ունենան, կրիմինալը շատանա, վրեժ խնդրություններ լինեն։ Անկախ նրանից ում կողմից։ Ինչի՞ մասն է։ Ինձ ցերկա տալիս, որ իմ երեխան ապրի քրեական մտնոլորտում։ Ես հույս ունեմ, որ չի գնա։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։